Բարև ձեզ, հարցազրույցի տաղավարում այսօր զրուցելու եմ Ստենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի հետ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, պարոն Խաչիկյան։ Իհարկե զրույցը անվտանգային թեմաներին առնչվող է եւ առաջին հերթին Մերձավոր Արևելյան այս ճգնաժամը Իսրայելի հարձակման արդեն 5-րդ օրն է, պատերազմական գործողությունները շարունակվում են եւ արդեն այսօր Ամերիկայից բավականին ուշագրավ ուղերձ եղավ։ Թրամփը ընդհատել էր G7-ում մասնակցությունը մեկ օր շուտ եւ վերադարձել էր Սպիտակ տուն ու նաեւ կարճ ժամանակ անց գրառում էր արել, որտեղ կոչ էր արել ազատել Թեհրանը։ Սա ուղերձ է արդյոք այն մասին, որ Միացյալ Նահանգները նախազգուշացնում է հնարավոր ինչ-որ գործողությունների մասին ու առհասարակ ԱՄՆ-ի դիրքավորվածությունը Իսրայել-Իրան պատերազմում։ Նախ, եթե ուզում եք Տրամփից սկսելով, ասենք, որ այդ մարդն էլ դուրս եկավ ստախոս, պոպուլիստ, շոումեն, եթե հիշում եք, նա ասում էր ես խաղաղության նախագահ կլինեմ եւ շատ ավելի վատ իրադրություն ունենք Ուկրաինայում, նա իդեպ դադարեցրել է բանակցությունները Ռուսաստանի հետ, Ռուսաստանը առաջ է գնում, զոհերի թիվը աճում է, արդեն անցել է 1 միլիոնից վաղուց։ Ինչ վերաբերում է Միջին Արևելքին, տեսակ ես զգուշացնում եմ, որ նա լիովին վերահսկում է սիոնիստների կողմից այն մարդիկ, ովքեր կարծում են, որ պետք է լինի մեծ Իսրայել, որ Պաղեստինը գոյություն չունի, արաբներին պետք է բոլորին ոչնչացնել, ներառյալ երեխաներին։ Նրանք ասում են, բաց ասում են, երեխաները, որ մեծանում են, դառնում են ահաբեկիչ, ուրեմն երեխաներին պետք է սպանենք։ Դա արվում է Միացյալ Նահանգների օգնությամբ, 60,000 մայր եւ երեխա է սպանվել, դա շարունակվում է եւ դարվում է այն պետությունների կողմից, որոնք մեծ դասախոսություններ են կարդում մարդու իրավունքների, դեմոկրատիայի, միջազգային իրավունքի մասին։ Հիմա շատ հետաքրքիր է, որ Իրանին փաստորեն խաբեցին, հույս տալով, որ Կիրակի օրը վերսկսվելու են բանակցությունները Վիտկոֆի հետ, հանկարծակի հարձակվեցին ուրբաթ օրը, եւ այդ բոլորը արվում էր Միացյալ Նահանգների իմանալով, նրանք տեղյակ են դրա մասին, եթե կարդաք Տրամփի այդ երեխայական 10 տարեկան երեխայի պես մեսեջներ է գրում մեծ տառերով, կլինի մեծ slaughter, մեծ մարդասպանություն կլինի, Իրանը կարող է վերականգնել իր մեծ կայսրությունը, ոնց որ ինչ-որ կոմպյուտերային խաղ խաղացող 10 տարեկան տղա լինի, հարձակվեցին Իրանի վրա։ Այդ դրոններ ներմուծելը Իրան, դա նույն ձեռագիրն էր, որը մենք տեսանք Ռուսաստանում, նույն դրոնները, որ վերեցին։ Այո, այսինքն ով է համ Ռուսաստանի, համ Իսրայելի թշնամին, համ Իրանի թշնամին։ Բրիտանիա, Միացյալ Նահանգներ, այդ ձեռագիրը պարզ է։ Շատ տպավորիչ է, որ Իսրայելը կարողացավ այդպիսի ձևով նախ բոլոր տվյալները միջազգային ատոմային գործակալությունից վերցնել, փաստորեն այդ բոլոր ինսպեկցիաները, որոնք կատարվում են Իրանում, այդ բոլոր տվյալները, այսպես ասած միջազգային հանրությունը տվեց Իսրայելին։ Այսինքն արտահոսությունը։ Իհարկե, բայց ինչպես գիտեին այդ բաները որտեղ են ապրում, գիտնականները, ֆիզիկոսները որտեղ են ապրում, իրենց բնակարանները։ Նախ այդ բոլոր օբյեկտների գծագրերն են տվել իրենց, խաբել են Իրանը եւ հետո տեսնում եք terrorism-ով են զբաղված։ Արդեն ոչ միայն ռազմական ղեկավարներին են ոչնչացնում, ոչ միայն ֆիզիկոսներին, այլ նաեւ արհեստական artificial intelligence, ոնց է արհեստական, այո, բանականության մասնագետներին են սկսել սպանել եւ հիմա իմ կարծիքով ամենահավանական սցենարը այն է, որ Միացյալ Նահանգները կաջակցի Իսրայելին, դե ավելի կաջակցի, որտեղ առանց դրա էլ աջակցում էր։ Իրանց փողով, իրանց զենքով եւ իրանց հոպով այս պատերազմը սկսվեց, նրանք արդեն պաշտպանում են Իսրայելը։ Հիմա երևի ես վախենում եմ, որ կլինեն ռմբակոծություններ, ինչպես եղել են Յուգոսլավիայում 90-ականներին կամ Իրաքում 2003 թվականին, այսինքն ավիրվելու է Իրանը, իրենց հոպը վերջնականապես չեզոքացվելու է եւ իրենց բալիստիկ ուժերն էլ ոչնչացվելու են Միացյալ Նահանգների կողմից, որից հետո շատ հավանական է, որ նրանք փորձեն անեն ռեժիմի փոփոխություն։ Այդ կոչը արդեն արել է այդ Նետանյահուն 1 եւ այդ խելագար ծերուկը, այդ Լինձի Գրամը իր մոտ գրել է, ինչ լավ է, նախնագրել է խաղը սկսվել է, իր համար սա խաղ է։ Ես զարմանում եմ ով է ղեկավարում Միացյալ Նահանգները ընդհանրապես աշխարհը։ Եվ երկրորդը հիմա ինքն էլ է գրել, որ մեր նպատակն է ռեժիմը փոխել։ Ինչ է նշանակում ռեժիմը փոխել։ Դա նշանակում է Իրաքի պես, նրանք փորձեն ինչ-որ մարդ բերել իշխանության այնտեղ, եթե դա լինի, օգտագործել եւ հրահրել ինչ-որ բախումներ, պարսիկների, իհարկե, դա է իրանց ոճը, պարսիկների,
քուրդերի, ազերիների, բելուչների եւ ուրիշ խմբեր, այնտեղ շատ խմբեր կան, իրենց մեջ ինչ որ բան հրահրել, բայց մենք կարող ենք ստանալ նույն բանը, ինչ որ ստացանք Իրաքում։ Հիշում եք ամերիկացիները, երբ որ հեռացրեցին Սադամ Հուսեյնին, հետո ունեցան խնդիր, որտեղ նրանք չգիտեին շիան, սունին եւ քուրդը ովքեր են, ինչով են նրանք տարբերվում իրարից, նրանք չգիտեին, ինչպես կառավարել երկիրը չգիտեին եւ մենք ունեցանք Դաեշ, մահմեդական իսլամական պետությունը եկավ, հիշում եք։ Ստեղ շատ ավելի մեծ երկիր է եւ շատ ավելի զանազան խմբեր են։ Եվ մի ուրիշ բան, որ ասեմ, ըստ մեր շատ սիրելի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսի, այս ծրագիրը արդեն տասնյակ տարիներ գործում է։ Իսրայելի ծրագիրն էր ոչնչացնել բոլոր հակաիսրայելական ռեժիմները ռեգիոնում, օգտագործելով Միացյալ Նահանգների զինվորներին եւ Միացյալ Նահանգների ուժը եւ զենքը եւ ֆինանսները եւ ունենալով բացառիկ ազդեցիկ Իսրայելի լոբի Վաշինգտոնում, նրանք փաստորեն վերահսկում են Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը։ Դա ասում է Ջոն Միրշհայմերը, որը շատ ավելի կարևոր մարդ է, քան ես եւ ուղղակի համարվում է ռեալիզմի նախահայրը, այսպես ասած։ Այսինքն, նրանք ինչ արեցին, վերջի 25 տարվա ընթացքում հրահրեցին այս բոլոր պատերազմները Իրաք, Աֆղանիստան, դե Աֆղանիստանը կարելի ասել հիմք ունեին, որովհետեւ Տալիբանները այնտեղ են, Տալիբանը։ Իրաք, Աֆղանիստան, Սիրիա, Լիբիա, Վրաստան, հիմա մասնավորապես Ուկրաինա, կարելի է դրա մասին խոսել, եւ հիմա Իրան, ամբողջ ռեգիոնը հիմա հրդեհի մեջ է, մենք գնում ենք դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, տեսեք քանի երկիր, Պաղեստին, Իսրայել, դե Պաղեստին նրանք երկիր չեն համարում, ասում են 2 միլիոն մարդ պետք է ոչնչացնենք, Լիբանան, Եմեն, Սիրիա, Սիրիան էլ տեսակ գրավեցին, տվեցին տերորիստին, դրա մասին ոչ ոք չի խոսում, Սիրիա, Եմեն ասեցինք, Իրան, հիմա Պակիստանն է սկսում ելույթ ունենալ, պաշտպանել Իրանը, մենք գնում ենք դեպի լայնածավալ համաշխարհային պատերազմ։ Համաշխարհային պատերազմի չէ նշանակում։ Նշանակում է, որ գերտերությունների մեծ մասը կամ բոլոր գերտերությունները մասնակցում են ինչ-որ կոնֆլիկտի մեջ, որը տեղի ունենում երկու կամ ավել մայրցամաքների վրա։ Մենք արդեն ունենք խոշորագույն կոնֆլիկտ Ուկրաինայում, թվերը արդեն հավասարվում են առաջի համաշխարհային պատերազմի կորուստների, 1 միլիոնից անցել է Ուկրաինայի ըստ որոշ աղբյուրների, այդ թվերը իհարկե բոլորը թաքցնում են, 1 միլիոնից ավել է Ուկրաինայի զոհերի թիվը, դա փաստորեն Բրիտանիայի կորուստներն են առաջի, Ֆրանսիայի կորուստներն են առաջի համաշխարհային պատերազմում, արդեն անցել են Բրիտանիայի թվերը կորուստների։ Եվ ունենք երկրորդ կոնֆլիկտը մեր ռեգիոնում եւ ունենք արդեն ձևավորվող երկու դաշինք, համարյա դա եղել էր առաջի համաշխարհային, երկրորդ համաշխարհային պատերազմի, հիմա արդեն եթե Չինաստանը ավելի ակտիվ ձևով մասնակցի այս պատերազմի, ավելի սերտ դաշինք կնքի Ռուսաստանի հետ եւ աստված չտա ինչ որ կոնֆլիկտ սկսվի, ասենք Թայվանի շուրջ, սա պաշտոնապես մենք ունենք երրորդ համաշխարհային պատերազմ։ Ես ձեզ շնորհավորում եմ։ Մի բան էլ ասեմ, որ մենք հիմա պետք է բոլորս հասկանանք, ինչպես մենք կոկորդ ենք պատրում ձեր մոտ տարիներով, մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ չկա ոչ միջազգային իրավունք, ոչ միջազգային հանրություն, որի վրա մենք մեր հույսերն ենք դնում, ոչ համակարգ, ոչ օրենք, ոչ մի բան, դրանում համոզվել են։ Այո, բայց մարդիկ ունեն այդ Եվրոբեսեդկայի դերասաններին, որոնք մեզ ամեն շաբաթ ինչ որ բան պատմում են Եվրոպայի մասին, եվրոպական արժեքների մասին, դեմոկրատիայի մասին, տեսեք մի ամբողջ երկիր ենթարկվում է ագրեսիայի, այն էլ այս ջախջախիչ հարվածների, գնում են բանակցություններ, Իրանը համաձայն էր չունենալ միջուկային զենք, Թալսի որը վերահսկում է 18 ամերիկյան հետախուզական գործակալություններ, ասում է, որ ես տվյալներ չունեմ, որ Իսրայելը պատրաստում է միջուկային զենք ստեղծել։ Դա ասում է Թալսի Գաբերտը, ես չեմ ասում։ Իրանը։ Այո, 18 գործակալություն Միացյալ Նահանգներում ասում են Իրանը չի ստեղծում ատոմային զենք։ Այսինքն դուք կեղծ պատճառով հարձակվում եք մի ուրիշ երկրի վրա եւ տեսեք, Միացյալ Նահանգները ինձ աջակցում է, իսկ որ Ռուսաստանը այսպիսի գործողություններ սկսել Ուկրաինայում։ Հասկանալի է, թե ինչ վայնասուն միանգամից բարձրացվում է սանկցիաներ, սա խախտում է միջազգային օրենքների, Ռուսաստանը վայրենի երկիր է, Պուտինի ռեժիմը սատանայական երկիր, իսկ տեսեք, նույն բանը դուք անում եք Իրանում, ձեր ձեռքով նայում եք 60,000 մարդ ու երեխա մայր ու երեխա ոնց են ոչնչացնում Պաղեստինում, դուք ասում եք ճիշտ են անում, որովհետև Իսրայելի իրավունք ունի իրեն պաշտպանել։ Տեսեք երկակի ստանդարտների ու երեսպաշտության աստիճանը եւ տեսեք ով է Հայաստանում փող ստանում հենց այդ երկրներից, որպեսզի մեզ տարիներով խաբել։ Հայաստանին գանք իհարկե դեռ կխոսենք Իսրայել-Իրանյան կոնֆլիկտից, բայց այդ կոնֆլիկտը ուղղակիորեն սպառնալիք է մեզ համար, թեև այսօր ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ պատերազմի ռիսկը մինիմալ է, նա հաստատել է Նիկոլ Փաշինյանի այցելությունը սպասվող Անկարա, որը տեղի կունենա այս ամսվա 20-ին եւ ասել է, որ այդ քայլը պատերազմի հավանականությունը նվազեցնող քայլերից է, այսինքն Անկարայից, Էրդողանից Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար անվտանգություն է բերելու։ Գիտեք, ես անիմաստ եմ համարում մեկնաբանել
այս մարդկանց ասածները վերջի 7 տարվա պատմությունը ցույց տվեց նրանք ինչի բերեցին մեզ ինչ ձևի անպատրաստ անկոմպետենտ անկիրթ անել խուլիգանական պահվածք ցուցադրող մարդիկ են անիմաստ նրանց մասին խոսելը մեզ համար դա ինչ իրենց հիշում եք որ ասում են ապագա կա մեկ է խաղաղության խաչմերուկը տեղը մենք ստացանք պատերազմի խաչմերուկ մենք հիմա բառացիորեն պատերազմի խաչմերուկ մենք թող նրանք զբաղվեն իրանց գործով նրանք միջազգային հարաբերությունների հետ գործ չունեն ոչ էլ պետության ղեկավարելու թող գնան կներեք քուչի բազարով զբաղվեն հայոյանքներով զբաղվեն ու պարզեն ով որտեղ թաքնված երեխա ունի հնդկական կինոյի սցենարով կամ Խաչիկյան, որ մինչև այսօր, մինչև մեր զրույցի պահը, մինչև այս պահը անվտանգության խորհրդինից Նիկոլ Փաշինյանը չի հրավիրել։ Հա, նա մենք երևի սպասենք մինչև Խոսե Իգնասիոն գա բան Լատին Ամերիկան սոփ օպերայից, այդտեղ ինչ որ բան կազմակերպի, որտեղ նրանք շատ զբաղված են։ Սա անիմաստ է սրա մասին խոսելը, սա մեծ ռիսկեր է մեզ համար ստեղծում։ Իրանը մի պետություն էր, որը ինչ որ ձևով զսպում էր Ադրբեջանն եւ Թուրքիան, ինչ որ ձևով ստաբիլիզացնում էր վիճակը մեր ռեգիոնում։ Հիմա Իրանը ցավոք սրտի երևի ենթարկվելու է խոշորագույն հարձակման եւ ի վիճակի չի լինելու որևէ ձևով մեզ պաշտպանել եւ տեսեք մենք արդեն ընդունում ենք փախստականների մենք պետք է պատրաստվենք փախստականների Իրանից ես ինչպես 3 տարի ասում եի պետք է նաեւ հաշվի առնենք որ եթե միջուկային օբյեկտները ռմբակոծվեն կարող է արտահոսք լինել եւ դա արդեն եղել է մի օբյեկտում Նատանզում կարծեն բայց դեռ Փառք Աստծո այդ նյութերը մնացել են օբյեկտի մեջ բայց եթե երկրորդ կամ երրորդ ռումբը ընկնի Իսրայելը հայտարարել է որ նախապատրաստում է Հա դե շատ լավ է ուրեմն մենք պետք է շատ ուշադիր հետևենք թե քամին որ ուղղությամբ է փչելու որ մենք էլ պատրաստ լինենք դրան սա մեծ ռիսկ է մեզ համար մենք ինչ ասեմ մեր վերջի 7 տարվա քաղաքականությունը դուք գիտեք էլ չկրկնեմ վերջի 5 տարվա այսինքն պատերազմից հետո մենք ինչ արեցինք դուք էլ գիտեք որևէ ձևով չկարողացանք ամրապնդել բայց հիմա այս վիճակում պարոն Խաչիկյան երբ բարի ուղիղ իմաստով եռում է տարածաշրջանը երբ մեր քթի տակ պատերազմ է անկանխատեսելի ու ամենացավոտ հետևանքներով հղի հենց մեզ համար նախ եւ առաջ, այսինքն մենք կողքից դիտող երկիր չենք կարող լինել այդ պատերազմում, եթե Աստված մի արասցե սցենարները այլ ընթացք ստանան։ Չի բացառվում, որ այդ պատերազմը ուղղակիորեն տեղափոխվի մեր երկրի տարածք եւ մենք այսօր լսում ենք քաղաքական բարձր ամբիոնի ղեկավարից ԱԺ նախագահից նման հայտարարություն, որ մինիմալի է հասցված պատերազմի ռիսկը։ Դե էլ եմ ասում, դա անիմաստ բաներ են, այդ մարդիկ իրենց տեղերում չեն, նրանք երկրի ղեկավարի հետ ոչ մի գործ չունեն։ Հիմա ինչ է կատարվում աշխարհում։ Այս ռեգիոնը, Միջին Արևելքը եւ Կովկասը երևի գնալու է դեպի հեգեմոնիա, Թուրքիայի եւ Իսրայելի հեգեմոնիա։ Թուրքիային շատ հնարավոր է եւ Ադրբեջանին կտրվի հարավային Կովկասը, որովհետեւ տեսնում եք, այստեղ ամեն ինչը ղեկավարում է Միացյալ Նահանգները, Իսրայելը, Ադրբեջանը, Թուրքիան եւ Բրիտանիան։ Մենք տարիներով դա ասում ենք ձեր մոտ, զգուշացնում ենք։ Շատ հնարավոր է որ հարավային Կովկասը տրամադրվի Թուրքիային, Թուրքիան եւ Իսրայելը պայմանավորվեն միմյանց մեջ, Իսրայելը ստանա իր մեծ Իսրայելը, այսինքն ոչնչացնի պաղեստինցիներին եւ դեմոկրատական աշխարհը մեզ էլի դասեր կտա մարդու իրավունքների մասին եւ սարսափելի Պուտինի մասին 2 միլիոն մարդ հանում են Պաղեստինից ոչնչացնում են ձեր աչքի առաջ նրանք իրանց օգնությամբ Մակրոնը ասեց ես մենք սատարում ենք Իսրայելի տեսեք ինչա կատարում այն Մակրոնը որը այդ արցունքներով Հայաստանի մասին բան էր գրում Twitter-ի վրա այդ 5 երեսանի 10 երեսանի մարդը այո եւ երևի այստեղ լինելու է հեգեմոնիա Թուրքիա-Ադրբեջան Իսրայելն էլ Սիրիայի մի մասը Թուրքիան արդեն ունի Սիրիայի մի մասը, Սիրիայում ուզում է կառուցել ռազմաբազաներ, սա մեծ փոփոխություններ են տեղի ունենում, մեր ռեգիոնը կիսվում է, այստեղ լինելու է Թուրքիայի, Իսրայելի եւ հնարավոր է Միացյալ Նահանգների, դե այդ առանց դրա էլ կա, Միացյալ Նահանգների հեգեմոնիա, ինչ է լինելու Իրանում, լավագույն դեպքում, ասենք ռմբակոծեն մի քանի օր հետո Իրանը ստիպված կլինի գնա ինչ-որ խաղաղ պայմանագիր ստորագրի, Տրամպը ասեց ես պահանջում եմ կապիտուլյացիա, տեսեք ոնց է խոսում, մի անկախ երկրի կառավարության հետ։ Դուք պետք է հանձնվեք։ Դա է իր բանակցությունների ոճը։ Նա կարծում է կոմպյուտերային խաղ է խաղում։ Տեսեք ինչեր է գնում։ Դուք պետք ես պահանջում եմ կապիտուլյացիա։ Եվ լավագույն դեպքում այնտեղ կմնա այս կառավարությունը, վատագույն դեպքում կփոխվի ռեժիմը եւ շատ ավելի վատ դեպքում կսկսեն ներքին բախումներ, քաղաքացիական պատերազմ եւ Իրանը կարող է մասնակցել։ Վտանգավոր նաեւ հետևանքը կունենա հենց մեծ համար։ Այո, մեզ ընդհանրապես ոչ ոք չի հիշի, ոչ էլ նկատի, ոչ էլ 20 թվականին մեզ նկատեցին, երբ Թուրքիան հաբեկիչներ էր բերում Ադրբեջան, մեր տղաներին սպանում էին Թուրքիայի եւ Իսրայելի օգնությամբ, 70% այդ զենքի իսրայելական էր, մենք դրա մասին չենք խոսում, մեր գրանտակերները դրա մասին չեն խոսում, որովհետեւ իրենց փողը գալիս է նույն տեղից։
Եվ սա շատ եւ շատ վտանգավոր է։ Իհարկե այդ մարդիկ չեն հասկանում, որ սա վտանգավոր է, ավելի լավ է թող չհասկանան, հանգիստ քնեն գիշեր։ Իրանը դեռ դիմադրում է եւ կարողացավ առաջին օրվա այդ շոկից դուրս գալ ժամեր անց հակաօդային պաշտպանության միջոցները արդեն սկսեցին աշխատել եւ մենք տեսնում ենք այսպես ռմբակոծություններ մեկ մի կողմից, մեկ մյուս կողմից տպավորություն է թե սա նաեւ նյարդերի այսպես ասած խաղ է թե որ հասարակությունը ավելի շուտ կպայթի, որ հասարակության նյարդերը տեղի կտան, մինչև երբ կարող է սա շարունակվել ձեր կարծիքով ու արդյոք նոր զինատեսակների գործի դրման հավանականությունը կարող է լինել իրանական կողմից, որովհետև այդ մասին իրենց տելեգրամ ալիքները գրում են։ Նախ երկու կողմերն էլ իհարկե որոշ արդյունության տոկոսը ունեն, իհարկե որ խոսում ենք քարոզչական պատերազմ է հասկանալի է։ Ես հույսով եմ, որ մեր հմեկով չեն ասելու, որ Իսրայելի հաղթանակի դեպքում մենք ունենանք նոր Հայաստան Իրանի տարածքում, ինչ որ Գերտրուդա։ Ասի ձեր հիշատակած անձը, այո, մի նոր օպերացիա գտնի, անունը տա ու ասի։ Ասենք Շահիդ Գերտրուդա օպերացիա կամ ինչ-որ տես բան։ Հույսով ենք, որ այդպիսի բան չեն ասի։ Հիմա երկու կողմերն էլ կորուստներ ունեն, տեսնում ենք, որ ցավոք սրտի քաղաքացիական անձինք են սպանվում, տեսակ ինչ եղավ հերոստատեսության կենտրոնի հետ Թեհրանում, Հայֆան է ռմբակոծվում, Տել Ավիվն է ռմբակոծվում, խոշոր օբյեկտներ, նավթային օբյեկտներ, նավահանգիստներ, ռազմական օբյեկտներ երկու կողմից էլ ըստ որոշ աղբյուրների Իսրայելին հաջողվեց ճնշել, ոչնչացնել Իրանի հոպը եւ մեթոդիկ դեպով հիմա ոչնչացնում են բալիստիկ հրթիռները, այսինքն Իրանը շուտով կարող է հնարավորություն չունենալ պատասխանել։ Դա ճիշտ է թե ոչ, ես չգիտեմ, պետք է նաև ուրիշ աղբյուրներին նայեք, որտեղ ասում են, որ Իրանը դեռ որոշ միջոցներ ունի, բայց եթե Միացյալ Նահանգները մտնի այս խաղի մեջ, մտնի այս պատերազմի մեջ, իհարկե նրանք կհաջողվի, այո, կհաջողվի ավիրել Իրանը եւ որոշ մարդիկ անգամ ասում են, որ եթե Միացյալ Նահանգները ցանկանա ոչնչացնել Ֆորդո միջուկային օբյեկտը, այնտեղ այնքան մեծ խորություն է, որ առանց միջուկային զենքի դա անհնար է անել, եւ որոշ մարդիկ ասում են, որ գուցե հնարավոր է նաեւ տակտիկական միջուկային զենք օգտագործեն հենց այդ օբյեկտը ոչնչացնելու համար։ Դա իհարկե ես հույսով եմ, որ դա չափազանցություն է, որովհետև դա շատ կտրուկ քայլ է եւ այսպիսի բան անելուց հետո նրանք պետք է սպասեն, որ ուրիշ երկրներն էլ կարող են դա անել, միջուկային զենք օգտագործել ուրիշ կոնֆլիկտներում եւ դա արդեն եղել է 45 թվականին, եթե հիշում եք։ Դե հիմա տեսնենք, Միացյալ Նահանգները իմ կարծիքով արդեն պատրաստում է, տեսնում եք տասնյակ ինքնաթիռներ են տեղափոխում Պարսից ծոց, նավեր, բաներ, air carriers, ոնց է դե նավեր, որոնց վրա բան են ինքնաթիռներ կան, դե հասկանում եք։ Այդ նավերներ են այնտեղ տեղափոխում, կարծիքով հարվածներ լինելու են, լավագույն դեպքում ասում եմ նորից ինչ որ պայմանագրի կստորագրվի, Չինաստանը եւ Ռուսաստանը պետք է թույլ չտան, որ Իրանը այսպես պարտվի, քանի որ դա իրենց դաշնակիցն է որոշ առումով, չնայած Դե Իրանի հետ փաստաթուղթ ստորագրեցին բոլորին վերջերս, իդեպ Իրանի խորհրդարանն էլ վավերացրել է արդեն այս օրերին։ Այո, դա այսինքն կոչ է Ռուսաստանը ինչ որ բան անել, Ռուսաստանը իհարկե ուղղակիորեն բախվել այնտեղ Միացյալ Նահանգների հետ չի կարող, տեխնիկական օգնություն ռազմամթերք արդեն տրամադրել է, ինստրուկտորներ հնարավոր է արդեն այնտեղ կան եւ ըստ որոշ աղբյուրների հոպի համակարգեր տրամադրել է, բայց ռազմական ձևով այնտեղ մասնակցել Միացյալ Նահանգների Իսրայելի դեմ դա կլինի միջուկային պատերազմ։ Եվ Չինաստանը ըստ որոշ աղբյուրների տեխնիկական օգնություն տրամադրում է։ Իրենց համար շատ անբարենպաստ կլինի, եթե Իրանը պարտվի, այս ամբողջ ռեգիոնը դառնա ՆԱՏՕ-ի կողմից վերահսկվող տարածք, դա արդեն սպառնալիք է եւ Չինաստանին եւ Ռուսաստանին, ել ավելի վտանգավոր իրավիճակ կլինի իրենց համար։ Եվ Խաչիկյան, ձեր կարծիքով իրավիճակից ինչպես կօգտվեն Թուրքիան ու Ադրբեջանը, որոնք առնվազն մինչև այս փուլը կարծես թե սպասման մեջ են եւ կտրուկ շարժումներ չեն անում, ես նկատի ունեմ հենց մեր խնդիրները, Հայաստանի հարավի անվտանգությունը, հնարավոր ռազմական ինտերվենցիան, արդյոք Ադրբեջանը կօգտագործի այս հնարավորությունը։ Դե եթե հիշում եք ձեր մոտ 3 տարի, թե 3.5 տարի առաջ մենք արդեն սա քննարկել ենք, որ սա կստեղծի այսպիսի իրավիճակ, ռիսկը կա, իմ կարծիքով առնվազն նրանք կճնշեն իրենց դեսպանին Հայաստանում, այս դեսպանատունը, որ մենք ունենք Հայաստանում իրենք կսկսեն ճնշում գործածել, որ նրանք ել ավելի մեծ զիջումների գնան։ Զիջումները ինչ է, զիջումների տեղ մենք ունենք, այսինքն եթե բացվում է այդ միջանցքը, մենք կտրվում ենք Իրանից, մենք ընկնում ենք
համարյա տոտալ շրջափակման մեջ։ Թուրքական շրջափակման։ Դա եւ մարդիկ այստեղ արդեն իրենց լավ չեն զգալու եւ եթե վերադառնում են 100,000-ավոր ադրբեջանցիներ, մինչեւ հիմա մեզ չեն բացատրում, որ գյուղերն են դատարկվելու, որ մենք իմանանք, եթե ասում եմ ես, եթե հաշվենք 10,000 մարդ է ապրում ցանկացած գյուղում, դա մեծ գյուղ է 10,000, այսինքն 30 գյուղ պետք է ազատենք, եթե 5,000 60 գյուղ, որ գյուղերն ենք ազատում, թե դոմիկներ ենք սարքելու իրանց համար, բարձենք դա ոնց է լինելու, որ շրջաններում են ապրելու, քանի օր կանցնի մինչև առաջի։ Կարծում եք այդ օրակարգերն է Նիկոլ Փաշինյանը Անկարայում քննարկելու այս սպասվող այցի ընթացքում։ Ես որևէ բան չեմ կարող ասել դրա մասին, թե ինչ է կատարում իր գիտակցության մեջ, որովհետև տեսնում եք, որ նա անընդհատ իրեն հակաճառում է, վաղը նա կզարթնի։ Իսկ այդ այցը արդեն իրենք պատմական են համարում, նույն Ալեն Սիմոնյանին այսօր էլի եմ հիշատակելու, նա ասել է, որ այդ այցը պատմական է։ Դե եթե համարել Արցախի հանձնումը, Հայաստանի տարածքի հանձնումը, պատմական իրադարձություններ, այսինքն պատմությունը շարունակում է։ Այ կարող է իսկապես նա կարող է ճիշտ լինել, դա կարող է հերթական պատմական ողբերգություն լինի մեզ համար։ Այդ իմաստով կարող է պատմական լինել։ Մենք է Բրյուսել գնարներ իրենց պատմական, երբ որ մեզ $20 միլիոն տվեցին եւ այդ Եվրոբեսեդկայի դերասանները օպերա էին երգում մեզ առավոտվանից երեկո, որ մենք հիմա գնում ենք Եվրոպա։ Տեսակ էդ էլ ինչ եղավ։ Մենք ինչ որ խանգարումներ ունեցող հասարակություն ենք։ Մեր հասարակության որոշ անդամները ունեն լուրջ հոգեբանական շեղումներ։ Մենք պետք է մեզ հետազոտենք։ Նա գնում է այնտեղ, ինչ պետք է ասի, էլի պետք է խնդրի աղաչի, աղերսի, իրեն էլ կասեն պետք է զիջես սա եւ մենք կօգնենք, որ դու մնաս իշխանության։ Այսինքն հանձնարարությունների նոր փաթեթով հետ է գալու։ Դե սովորաբար այդպես է։ Այնտեղ ինչ որ ասում են, այստեղ կրկնում է։ Մեր եկեղեցու վրա է հարձակվել, որտեղ դա վերջի բաստիոնն է իր բռնապետության, Թավշյա ձեր կողքն էր, հրապարակում էր, որ մեզ այդ խոստումները տվեց, որ նա մեզ սիրում է, 3 միլիոն վարչապետ, պետք է խոնարհվում։ Հիմա խոնարհվելու տեղը ծեծում է, ռումբ է գցում, կարմիր բերետներին է բերում, անգամ լրագրողի վրա են հարձակվում, մարդկանց բանտարկում են, երիտասարդներին փողոցում բռնում, խեղդում են, Հայաստանի դրոշ պայելու համար ռումբ են գցում մարդկանց վրա, հղի կանանց են սպանում, քաղաքացիների երեսներին թքում են, հայհոյում են, քֆուր են դնում, երկրի պարլամենտում, տեսեք ուր մենք հասանք։ Եվ մեր շատ սիրելի, մեր շատ ցիվիլ ֆրանսիացի, գերմանացի, անգլիացի, ամերիկացիները հանգիստ կոֆե են խմում եւ մի բառ չեն ասում, թե ինչի հասավ դեմոկրատիան այստեղ, բայց երրորդ նախագահային, երկրորդ նախագահային լավ էլ քննադատում են, երբ որ պետք է։ Հիմա մի ձայն չեք լսում իրանցից։ Դե մի զարմացեք, եթե իրենց համար հարձակվել մի ամբողջ երկրի համար վրա դա խնդիր չէ, 120,000 հայ, ում դրանք խոստացել էին, որ չի լինելու ուժային լուծում, դա էլ խնդիր չէ, դե մենք էլ ինչ կարող ենք ասենք, վաղը որ մարդ կախի հրապարակում, կասեն դա դեմոկրատիա է եւ դա մարդու իրավունքներ են։ Շնորհակալ եմ, պարոն Խաչիկյան, վերլուծության համար, հարցազրույցին սպասեք վաղը։